կա տեսակետ, որ խանդին ավելի շատ հակված են նրանք, ովքեր փոքր հասակում ունեցել են այդ ուշադրության պակասը եւ հետագայում կարծես թե փորձում են այդ տարբերակով փոխլրացնել դա։ Այսինքն կա ներքին այդ վախը, որ իրենք դարձյալ կհայտնվեն այն հոգեվիճակում, ինչ որ փոքր հասակում, հա, ուշադրության դեֆիցիտ է։ Եվ իրենց վարքագծում հետո դա կարծես թե ամրապնդվում է։ Այո, ամրապնդվում է, որովհետև կարծես վերջնականապես ինքը գտել է կամ ենթադրյալ գտել է այն օբյեկտին, ով իրեն տալիս է իր երբևէ չունեցած կամ կորցրած ուշադրությունը։ Եվ սա կարող է երբեմն շատ պաթոլոգիկ ձևով արտահայտվել։ Եվ որևէ ապացույց, որևէ փաստարկ, որով որ կարող ես հիմնավորել, որ օբյեկտը, որը որ քո կողքին է, քեզ սիրում է եւ չի դավաճանում, անհնար է գրեթե, որովհետև իր ֆանտազիաներում, իր խորքային համոզմունքներում եւ դիրքորոշումներում միևնույն է իրեն դավաճանում են, իրենից հեռանում են։ Սրա հիմքում, սրա ետևում ընկած է շատ տրավմատիկ փորձառնությունը, որ երբևէ այդ մեծահասակը իր մանկության տարիներին կորցրել է եւ չի կարողացել այդ բավարարվածության զգացումը ունենալ եւ երբեմն հասկանալ, որ կա մեկը, հատկապես ծնողական կերպարների առկայությամբ, որ անվերապահորեն իրեն սիրում է, ընդունում է եւ իրենից չի գնալու։